Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրումից գրեթե 4 ամիս անց այն վերջնական դարձնելու ժամկետներ չկան, չեն ուրվագծվում։ Հայաստանի փոխարտգործնախարար Նեբանաձև էլ մեծ հույս կա ապագայում կստորագրվի։ Խաղաղության գործընթացն այս պահին բնականon հունով շարունակվում է եւ մենք մեծ հույս ունենք, որ համաձայնագիրը ապագայում կստորագրվի։ Այս առումով կան նաեւ անընդհատ կոնտակտներ։ Թեկուզ եւ նախաստորագրյալ պայմանագրի համաձայն Հայաստանն ու Ադրբեջանը պետք է չխառնվեն միմյանց ներքին գործերին, Բաքուն մեկ է շարունակում է Երևանի առջև դրած պայմանն անփոփոխ թողնել։ Նրանց դիտարկմամբ վերջնական փաստաթղթային խաղաղության հասնելու ճանապարհին մնացել է միայն մեկ պատնեշ՝ մեր մայր օրենքը, սահմանադրությունը, որի նախաբանում հղում ենք անում Երրորդ հանրապետության անկախության հռչակագրին, որտեղ էլ ամրագրել ենք Արցախի հետ վերամիավորվելու մեր ազգային նպատակը, եւ Ադրբեջանի նախագահի կաբինետը հենց այս դրույթն է մեկնաբանում իբրև տարածքային պահանջ։ Պարզ ասած, եթե մեր երկրի իշխանությունները իրենց ձևակերպմամբ ոչ թե Ալիևի պահանջով, այլ երկրի ամենաբարձր իրավական փաստաթղթի նկատմամբ հանրային վստահության պակասի պատճառով նախատեսել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացնել եկող տարվա խորհրդարանական ընտրություններից, այսինքն հունիսից հետո, ստացվում է մինչև 2026-ի տարեկես այս թուղթը հենց այսպես նախաստորագրված էլ կմնա։ Եվ չնայած Ալիևի օգնական Հաջիևը հայ քաղաքասարակության ներկայացուցիչներին խնդրել էր մեր հանրությանը խաղաղասիրական հայտարարություններ Բաքվից հասցնել, այնուամենայնիվ փորձագիտական համայնքում պնդում են Ադրբեջանի հասարակաքաղաքական օրակարգում փոփոխություններ չկան։ Եթե մենք խոսում ենք երկու պետությունների միջև հարաբերությունները կարգավորելու գործընթացի մասին, ապա նման հայտարարություններ հենց պետք է ղեկավարության կողմից հնչեն, բայց իրականում մենք ինչ ենք տեսնում, որ ղեկավարության կողմից Ադրբեջանի հնչում են բոլորովին հակառակ հայտարարություններ։ Օգոստոսի 8-ի հայ-ադրբեջանական Ամերիկայի գագաթնաժողովից հետո խաղաղության գործընթացի հնարավոր առաջընթացի համար խոչընդոտներ հենց Բաքուն է ստեղծել, ասում է միջազգայնագետը, եւ նրա համոզմամբ այստեղ պատահականություններ չկան, պնդում է իրենք էլ են սպասում Հայաստանի եկող տարվա համապետական ընտրությունների արդյունքներին։ Այստեղ բավականին հետաքրքիր է, որ այս պաուզային զուգահեռ մենք տեսնում ենք այցեր Ղազախստան։ Կարծում եմ, այստեղ Ղազախստանի երկու կողմերը դիտարկում են որպես միջնորդ մեր տարածաշրջանում, կարող է ինչ որ ազդեցություն ունենալ, դրական ազդեցության մասին է խոսքը գնում, այս գործընթացը ակտիվացնելու հարցում Ղազախստանը ունի իր հետաքրքրությունը դրանում, դա տրանզիտի հարցն է, լոգիստիկայի հարցն է, տնտեսական իր ազդեցությունը ուժեղացնելու հարցն է։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական խաղաղության գլխավոր ճանապարհին, TTIP-ին, Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղուն, ապա Երևանում էական նորություններ չկան, իսկ Բաքուն միևնույն ժամանակ շարունակում է նահանգների նախագահի անունը շրջանցել, այն անվանել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք, չնայած Հայաստանից հազար են ասել, մեր երկրում արտատարածքային միջանցքներ չեն եղել, չկան, չեն լինի։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։